Հայ բեմի այս երախտավորին ի տարբերություն շատ այլ նշանավոր դերասանների բախտ էր վիճակվել, ձևավորվել ու կայանալ Երևանում։ Սակայն ապրելով բարդ 20-րդ դարում նա ստիպված էր բազում փորձությունների միջով անցնել։ Խորհրդային տարիներին Սունդուկյանի անվան թատրոնում նա կանգնեց Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Վաղար Շվաղարշյանի, Արուս Ոսկանյանի կողքին և հայ թատրոնի պատմության մեջ էլ այս մեծերի հետ մնաց որպես անմոռանալի անուն։ Ժողովրդական արտիստի կոչումը նրան իսկապես վայել էր, քանի որ մինչ այդ կոչումը ստանալն արդեն սիրված էր հայ հանդիսատեսի ողջ ժողովրդի կողմից։ Գուրգեն Ջանիբեկյանը 20-րդ դարի ազգային թատրոնի այն մեծագույն վարպետներից մեկն է, որի ստեղծագործական ակունքները կապակցվում են ազգային դերասանական դպրոցին, ավանդական դերասանական դպրոցին։ Գուրգեն Ջանիբեկյանը Հովհաննես Աբելյանի, Հովհաննես Զարիֆյանի ձևավորած դերասանական դպրոցի հետնորդն է։ Այն եզակի ու բացառիկ դերասաններից մեկը, որը ծնվեց, մեծացավ և իր ողջ ստեղծագործական կյանքը ապրեց Երևան քաղաքում։ Մեր թատերարվեստում չափազանց քիչ են երևանյան ծագում ունեցող նշանավորները։ Գուրգեն Ջանիբեկյանը առաջիններից մեկն է։ Ափսոսում եմ, գիտեք ինչն եմ ափսոսում, որ մի անգամից նրանք եկան և մի անգամից գնացին, այսինքն չպահպանվեց ոչ մեկը, հետո նրանց եկավ մի լավ սերունդ ևս Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Մետաքսա Սիմոնյան, Վարդու Իվան Թերեսյան, Աբա ջան, Մարգո Մուրադյան, Հեղինե Հովհաննեսյան, գիտեք ինչ, տեղերը չի լրացվում, էլի, անգամ սպորտում, այսինչ ֆուտբոլիստի համարը հագնում այդ մայկան, այսինչը, բայց այդ տեղը չի լրացվում, սա իր տեսակը, նա իր տեսակը, նա այդ, սակայն գոհ ու երախտապարտ ենք նրանց, որ բերին, թատրոնը հասցրեցին, այդ 70 տարի իրանց քրտնաջան աշխատանքով ծերացան այնտեղ և բոլորը թատրոնում մահացան, թատրոնական աշխատանքից հետո մահացան, թատրոնով մահացան։ Նրա հայրը, Ջանիբեկը, նահանգական վարչության ծառայող էր, ով փորձում էր ապահովել մեծ ընտանիքի բարօրությունը։ Աշխատանքի բերումով նա որոշ ժամանակ ընտանիքի հետ հաստատվում է Ագուլիսում։ Տեղի ծխական դպրոցում էլ Գուրգենը գրաչանաչ է դառնում։ Ապա նրա հայրը որոշում է, որ իր առաջնեկը լավ ապագա ունենալու համար պիտի պատշաճ կրթություն ստանա։ Այդպես պատանի Գուրգենը վերադառնում է Երևան և ընդունվում ռուսական ուսումնարան, ապրելով իր քեռու տանը։ 4-րդ դասարանից փոխադրվում է ռուսական մանկավարժական սեմինարիա, որն ավարտում է 1917 թվականին։ Ջանիբեկյանի դերասանական պատանեկությունը, ասենք, ամբողջապես կապվեց հայ թատրոնի նորագույն շրջանի խմորումների հետ։ Նա 15-16 տարեկան հասակում կապվեց թատրոնի հետ, չնայած որևէ մտադրություն և ցանկություն չուներ դառնալ դերասան։ Ջանիբեկյանի մանկությունն ու պատանեկությունը լի են արկածներով, անհաղթահարելի խնդիրներով, ցավալի իրադարձություններով ու նաև հաջողություններով։ Այդ տարիները համընկնում են դարասկզբի ողբերգական իրադարձությունների, առաջին աշխարհամարտի և ցեղասպանության հետ, որին Ջանիբեկյանն առնչվել է թե ուղղակի և թե անուղղակի։ 1918 թվականին ընտանիքին պատուհասում է դժբախտությունը, հայրը տիֆի համաճարակի զոհ է դառնում և ընտանիքի ապրուստի հոգսն ընկնում է մեծ որդու վրա։ Եվ այս ամենի հետ մեկտեղ ձգտումը դեպի թատրոն։ Ջանիբեկյանի առաջին պատկերացումները թատերարվեստի մասին ձևավորվել էին դեռևս Ագուլիսում, որտեղ նա ներկայացում էր դիտել Օվի Սևումյանի ու Միքայել Մանվելյանի մասնակցությամբ։ Այդ տարիներին Երևանում սիրողական թատերական խմբեր կային։ Դրանցից մեկի մեջ մտնելով նա քաղաքային ակումբի բեմում ներկայացված փրկարար հրեշտակ բեմադրությունում հանդես է գալիս ծավալուն դերով։ Սակայն երիտասարդի հոգում դեռ պահպանվում էր լեռնային ինժեներ դառնալու երազանքը, և նա դերասանության մասին լրջորեն չէր մտածում։ Հետաքրքրական է, որ սիրողական ներկայացումներից մեկում Ջանիբեկյանը խաղում է այն դերը, որը հետագայում պիտի դառնար արտիստի լավագույն կերպավորումներից։ Խոսքը Գրիգոր աղայի մասին է ժայռը դրամայում։ 1919 թվականին
Ջանիբեկյանը մասնակցել է Մկրտիչ եւ Սյուզան Գարագաշների ղեկավարած օպերետային խմբի ներկայացումներին, կատարելով սիրահար հերոս ամպլուայի դերեր։ Որքան էլ սիրողական էին այս ներկայացումները, այնուամենայնիվ սկսնակ դերասանին տվեցին փորձ, բեմն ու հանդիսատեսին զգալու կարողություն։ Սկսեմ նրանից, որ պապիկին ցավոք չեմ տեսել, դրա համար չնայած որ շատ կուզենայի տեսնել, ասենք շփվեի, գոնե ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ հայացք տեսնեի իրան, որ նայեր ինձ, կամ ինչ-որ մի բան հարցներ, կամ մի բան ասեր, կամ ես իրան մի բան հարցնեի, ասենք շփվեինք ինչ-որ մի ժամով, գոնե հիմա ասենք իրան շփվեի, տեսնեի ինչ ձև է, կենթանի վիճակում։ Իսկ նենց դե պարզ է արդեն նկարներով, դերերով, ֆիլմերով, ասենք պապիկին տեսել եմ ինչ-որ պատկերացում կազմել եմ այդ ֆիլմերի շնորհիվ, մեկ էլ մի քիչ իհարկե արխիվներից, որ ունենք, շատ քիչ մնացել է, վիդեո արխիվներից, էդ է։ Ջանիբեկյանն ինքնաբերաբար կապվեց թատրոնին։ Երբ դեռ հայրը ողջ էր, տվել էր իր համաձայնությունը որդու դերասան դառնալու ցանկությանը։ Բեմարվեստին ծառայելու այդ ցանկությունն ավելի հաստատուն դարձավ 1920 թվականին հայ թատրոնի մեծ դերասաններից մեկին, Հովանես Աբելյանին, Գիժ Դանելի դերում տեսնելուց հետո։ Այդ տարի Զարիֆյան-Աբելյան խումբը Երևանում հանդես եկավ ներկայացումների մեծ ցանկով։ Գարագաշ ամուսինները Գուրգենին ծանոթացրեցին խմբի հետ։ Ջանիբեկյանի համար սա ամենալուրջ թատերական դպրոցն էր։ Նա մասնակցում է խմբի Համլետ, Վարդանանց պատերազմ եւ Նամուս ներկայացումներին, համապատասխանաբար Ռոզենկրանցի, Իշխան Դիմաքսյանի ու Սմբատի դերակատարումներով։ Նա իր ողջ ստեղծագործական կյանքում հավատարիմ մնաց դերասանական արվեստի այն նշաձողերին, դերասանական արվեստի այն գեղագիտական ընկալումներին եւ պատկերացումներին, որոնք բերեց եւ հաստատեց Հովանես Աբելյանը։ Հետևաբար Ջանիբեկյանը ազգային տիպական բնավորության, ազգային էության ու նկարագրի մեծագույն վարպետներից մեկն էր հայ նորագույն թատրոնի պատմության մեջ։ Հետո նորից սկսվում են քաղաքական անհանգիստ ժամանակներ։ Առաջին հանրապետության անկմանը հաջորդում է խորհրդային կարգերի հաստատումը։ Քաղաքական իրավիճակը ստիպում է, որ 1921 թվականին Ջանիբեկյանը շատ այլ մտավորականների հետ հեռանա Պարսկաստան։ Թավրիզում որոշ ժամանակ սիրողական ներկայացումներ տալուց հետո Ջանիբեկյանը վերադառնում է հայրենիք։ Սակայն այս անգամ նա ոչ թե մայրաքաղաքում է շարունակում իր արտիստական գործունեությունը, այլ ընդգրկվում է Արմեն Արմենյանի թատերախմբում, որը գործում էր Ալեքսանդրապոլում, ներկայիս Գյումրիում։ Ջանիբեկյանը շատերի հետ ինքնաբերաբար հեռացավ երկրից, հայտնվեց Պարսկաստանում, ուր համագործակցեց իր լավ բարեկամ դերասան Մկրտիչ Թաշչյանի հետ, ապա վերադարձավ եւ ոչ թե աշխատեց Երևանում, այլ գնաց Ալեքսանդրապոլ, Գյումրի, ուր աշխատեց հայ պրոֆեսիոնալ ռեժիսուրայի հիմնադիրներից մեկի Արմեն Արմենյանի հետ, հետո էլ Արմեն Արմենյանի խորհրդով մեկնեց Թբիլիսի, մի կարճ շրջան աշխատեց Թբիլիսի հայկական թատրոնում։ Այս տարիները չուրախացրեցին նրան։ Նրա դերասանական նկարագրին, դերասանական ձեռքբերումներին ոչինչ չավելացրեցին։ Կարծես թե Ջանիբեկյանը մնում էր ստվերում, կարծես թե նրա մեծ հավակնությունները, խաղալ գլխավոր դերեր, խաղալ հերոսական, դրամատիկական, ողբերգական դերեր մնում էին չիրականացված։ Քաջ գիտակցելով, որ վարպետանալու եւ առաջընթացի համար պետք է ավելի զարգացած թատերական միջավայր, Ջանիբեկյանը մեկնում է Թիֆլիս եւ աշխատում հայ դրամայի թատրոնում։ Ինչ պատճառներով այնտեղ էլ իր տեղը չգտնելով, նա ընդունում է առաջին պետթատրոնի հրավերը եւ վերադառնում Երևան։ Այսպիսով 24-25 թվականներին Ջանիբեկյանը դառնում է պետթատրոնի, այնուհետ Սունդուկյանի անունով կոչված ակադեմիական թատրոնի դերասանական խմբի անդամը, անցնելով նրա հետ երկարուղի մինչև իր կյանքի վերջը։ Իհարկե, այդ ճանապարհին նա պիտի հաղթահարեր շատ խոչընդոտներ, որպեսզի գրավեր իր արժանի տեղը թատրոնի մեծերի կողքին։ Եկավ Երևան 1924-1926 թվականներին երկու թատերաշրջան, ոչ մի նշանակալի դեր չխաղաց Գուրգեն Ջանիբեկյանը։ Այստեղ պատճառները նաև օբյեկտիվ էին։ Ջանիբեկյանը ուզում էր խաղալ երիտասարդ հերոսների դերեր, մինչդեռ այդ դերերի դերակատարներն էին թատրոնում Հրաչյան Էրսիսյանը եւ Վաղարշյանը։ Ջանիբեկյանի բախտը կարծես չէր բերում։ Մինչև այն պահը, երբ 1927 թվականին Արմեն Գուլակյանը բեմադրեց Խաթաբալը,
ուր Գուրգեն Ջանիբեկյանը ստացավ Գևորգ Մասիսյանցի դերը։ Սունդուկյանի թատրոնում Ջանիբեկյանի խաղացած առաջին իսկ դերերից մեկը անմիջապես գրավեց մասնագետների ուշադրությունը։ Արմեն Գուլակյանի բեմադրած Խաթաբալայում Ջանիբեկյանը կատարում էր Մասիսյանցի դերը։ Նրա Մասիսյանցը պարզապես բարեհամբույր ու եվրոպական պահվածքով մեկը չէր, որին կարող էին հեշտ խաբել։ Այդ երիտասարդը գիտեր իր շահը ու թույլ չէր տա, որ Զամբախովը մատների վրա ֆռացնի իրեն։ Սա սունդուկյանական այդ կերպարի միանգամայն նոր մեկնաբանություն էր։ Մասիսյանցը դարձավ շրջադարձային Գուրգեն Ջանիբեկյանի կենսագրության մեջ, որովհետև թե բեմադրիչ Արմեն Գուլակյանը, որը դեռ այդ տարիներին առաջնորդում էր կոնստրուկտիվիստական թատրոնի գաղափարներով, համահեղինակ լինելու այն մղումներով, որոնք բերեց ու հաստատեց Մեյերխոլդը, փոխել էր պիեսի մեկնաբանությունը։ Պիեսի ամբողջ կառուցվածքն էր փոխել, ստեղծել էր ռեժիսորական կոմպոզիցիա, տեսարաններ էին հավելվել, իսկ Մասիսյանցի կերպարը գլխի վայր շրջվել էր, սա այն առաջավոր գաղափարներ կրող դրական հերոսը չէր։ Սա նույն այս գիշատչական աշխարհի գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը ներկայացնող դեմքերից մեկն էր, որը եկել էր այստեղ փող աշխատելու, շահույթ հետապնդելու։ Այսինքն նա ոչնչով չէր տարբերվում Զամբախովից եւ մյուսներից։ Գաղափարները ընդամենը միջոց էին պարտակելու իր գիշատչական էությունը։ Ջանիբեկյանն իր ուժերը փորձում է նաև եվրոպական թատերագիրների գործերում։ Դրանց մեջ առանձնանում է Ֆիգարոն Բոմարշեի խելայեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը կատակերգությունում, որը նրան բերում է լուրջ հաջողություն ու ճանաչում, դարձնում թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Այս մասին թատերագետ Լևոն Հախվերդյանը գրել է. Բոմարշեի Ֆիգարոն ներդաշնակեր Ջանիբեկյանի էությունը եւ բնավորությամբ, եւ կրած բովանդակությամբ։ Սևիլյան Սափրիչը ասես չէր քայլում բեմի վրա, այլ թռչում էր, ոտքերը գետնին չտալով, չկար մի ուժ, որ դիմագրավեր նրան։ Ֆիգարոյի անձնավորումը Ջանիբեկյանին մղեց թատրոնի առաջին դերասանների շարքը, համերացրեց նրա վստահությունը սեփական ուժերին, մեծացրեց հավակնությունը։ Ամեն դիապազոնը դերասաներ եւ նա ուներ 4 պիկ, առաջինը դա Ֆիգարոյի ամուսնությունը, որը դա տեղի ունեցել թիվը 30-ական թվականներն էր, չեմ կարող ասել։ Ուրեմն Վաղարշյանն է խաղում Ֆիգարոյի ամուսնությունը, Հարությունյանը կենտկոմի քարտուղարը ամբողջ բանով իր սվիտայով եւ արվեստի վարչություններ են ժամանակ պետը ընդունում են ներկայացումը եւ ներկայացման ժամանակ Ֆիգարոյի ամուսնության ժամանակ Վաղարշյանի ոտքը ծրվում է եւ նա չի կարողանում շարունակել, բարակույրը փակում են, կանչում են Ջանիբեկյանը, կնոջ հետ նստած են ներկայացման նայելուց։ Հայրիկս էլ երկրորդ սաստավ էր, դուբլոր էր։ Դե Գուրգեն հագնվի, փոխվի։ Գուրգեն հագնում է, փոխվում է, գնում է, յորի ձանավսը բացվում է։ Եվ մի այնպիսի ֆեյերվերկ, մի այնպիսի ֆուրոր, որ ամբողջ թնդում է, ամբողջ Հայաստանով մեկ։ Եվ երկրորդ անգամ արդեն բանը չի խաղում Վաղարշյանը, դե Գուրգենից հետո նա շատ բան կերևար։ Այս տեսակ մարդ էր նա, շատ հզոր դերասան էր։ Ջանիբեկյանը, որ միշտ երազում էր Համլետ կամ նման դերեր խաղալ, խարակտերի հրաշալի զգացողությամբ, բնութագրի հրաշալի զգացողությամբ ապացուցեց եւ հիմնավորեց, որ ինքը կատակերգական, բնութագրական դերերի փայլուն դերասան է։ Իսկ այս փայլուն բառը, որպես հենց այնպես օդից առկա հասկացություն չլինի, նա ձեռնոց նետեց բոլորին խաղալով Բոմարշեի Ֆիգարոյի ամուսնությունը պիեսի բեմադրության մեջ Ֆիգարո։ Ֆիգարոն դարձավ Ջանիբեկյանի, չվախենանք ասել, գլուխգործոցներից մեկը։ Սևիլյան Սափրիչը բեմում էր ամեն մի իրավիճակում։ Ջանիբեկյանի հերոսը ժողովրդական մտածողությամբ, պարզ հումորով, առլեցուն մի մարդ էր, քայլում էր թաթերի վրա, արտակարգ թեթևությամբ, պլաստիկ, խոսքի մեջ գունավորումները բազմազան ու բազմաշերտ էին, չափազանց հետաքրքիր էին։ Ջանիբեկյանը ստեղծում էր երգիծանքի, հումորի, կատակերգության մի
տոն, որը կարողանում էր բոլորին գայթակղել եւ Ջանիբեկյանը դառնում էր այս բեմադրության յուրատեսակ կենտրոնական ուժը, կենտրոնաձիգ ուժը։ Բոլորը կարծես պատտվում էին Ջանիբեկյան Ֆիգարոյի շուրջ։ Ֆիգարոյով արդեն Ջանիբեկյանի անունը մեկընդմիշտ դրվեց Հրաչյան Ներսիսյանի, Վաղաշ Վաղաշյանի եւ մյուսների անունների կողքին։ Երկրորդ իր գործը, որը ես գտնում եմ, դա հանճարեղ գործ է, դա Վառավին, որը Աջիմյանը բեմադրեց Սունդուկյանի թատրոնում, կոչվում էր դատական գործ Սուխովակաբելինը։ Այնտեղ շատ լավ էր եւ Վապկեն Ներսիսյանը եւ Էդգար Էլբակյանը մի հրաշալի անսամբլ էր, ես էլ այդտեղ այդ ներկայացման մեջ նոր մտել էի նիմանսեի, քինովնիկ էի։ Լավ հիշում եմ երես ոնց վերից նայում ուժով թվաց նա արդեն բեմի վրա էս տղա ջան էս էր ուզում ասել, բայց դե անխոզ դերասան էի։ Հետո շատ հզոր խաղաց հայրս եւ Ռուսաստանում Մոսկվայում շշմել էին այդքան ռուսի հոգեբանությունը զգալով, դա շատ այդ աշխարհի կերպարը շատ հզոր կերպար էր։ Նույնպիսի վարպետությամբ Ջանիբեկյանը թատրոնում մարմնավորել է նաև մի շարք բացասական կերպարներ, այդ թվում Բագրատը Շիրվանզադեի պատվի համար դրամայում, բարեղամը Դեմիրճյանի Նապոլեոն Կորկոտյան կատակերգությունում։ Հայրս երբ Ստալինի դերն էր խաղում սովետական շրջանում, մայրս այդ ժամանակ հեղափոխական էր, այդ ժամանակ չէ, ավելի շուտ հեղափոխական է եղել, եւ 37 թվին այդ ժամանակ էլ բռնի տանում էին ժողովրդին հակաստալինյան ստալինսկի այդ բանելին մարդկանց։ Եվ մայրս ուրեմն ստորագրել էր պլատֆորմայի 83, չգիտեմ այդ ինչ պլատֆորմա է, դա Ստալինի դեմ է, ինչա չգիտեմ։ Եվ շնորհիվ հորս, որ հայրս Ստալինի դեր էր հաղում, ինձնով հորի մերս 37 թվին մնաց Երևանում, թե չես կարող Ալտայսկի կրայում ծնվեի։ 30-ական թվականներին Ջանիբեկյանը նախաձեռնում է մի համարձակ ծրագիր։ Հարազատ թատրոնից դուրս ներկայացնում է Օթելլոն, Արուս Ոսկանյանի ընկերակցությամբ։ Ներկայացումը հաջողություն է ունենում եւ խաղացվում է մինչեւ 40-ական թվականները։ Ջանիբեկյանը մեր այն բացառիկ ու եզակի դերասաններից էր, ով կարողանում էր ոչ միայն բավարարվել թատրոնում իր ստեղծածով, այլ նաև իր ստեղծագործական ծրագրերը, մտահղացումները իրականացնել թատրոնից դուրս։ Այսպես նա թատրոնից դուրս պատրաստեց ու խաղաց Օթելլո։ Ըստ Բուրջալյանի բեմադրության խաղաց Սպայի տանը, խաղընկերներ ունենալով Արուս Ոսկանյանին Դեզդեմոնա եւ Միքայել Մանվելյանին Իագո։ Ապա 1940 թվականին նրա Օթելլոն ընդգրկվեց թատրոնի խաղացանկ եւ նա Օթելլո խաղաց Վարան Փափազյանի, Հրաչյան Ներսիսյանի հետ։ Նրա Օթելլոն իսկապես առանձնացավ ու հետաքրքիր դարձավ։ Ինչով։ Խոր հուզականությամբ, մեծ անմիջականությամբ, մի երեխա էր բեմում, մի պատանի, ով չէր ուզում հավատալ խարդավանքին, չէր ուզում հավատալ ստին, դյուրությամբ չէր ենթարկվում Իագոյի խարդավանքներին, անգամ լսելով Իագոյին, կարծես ինքն իր մեջ գնահատելով, արժևորելով, քննարկելով այդ թույնը, որը ներարկել էր Իագոն, նա էլի չէր գնում վճռական քայլի, հապաղում էր գնալ Դեզդեմոնային սպանելու։ Սա իսկապես նոր մեկնաբանություն էր, չափազանց հետաքրքիր մեկնաբանություն էր, որտեղ եթե Փափազյանի Օթելլոն արաբական անապատներից եկած մի ամեհի կրքոտ էակ էր, որը նաև փիլիսոփա էր, եթե Հրաչյան Ներսիսյանի Օթելլոն խաբված մի մարդ էր, որի մոտ շեշտված էր կործանվող հավատի ողբերգությունը, ապա Գուրգեն Ջանիբեկյանի մոտ հույզերի, զգացմունքների միջոցով աշխարհին նայող մի մարդ էր, ով չէր ուզում հավատալ երեխայի նման, որ կարող է լինել սուտ, կարող է լինել կեղծիկ,
կարող է լինել խարդավան։ Հետևաբար նա դառնում էր իր պարզության ու միամտության զոհը։ Ասենք, որ համաշխարհային թատրոնում տվյալ ժամանակաշրջանում այսպիսի մեկնաբանություն չէր եղել երբեք։ Երբ ես փոքր էի, ես մղջավանձային երազներ էի տեսնում, սարսափելի, եւ երեի թռնում լացերն ու գնում էի հորստոցն էի մտնում, որպեսզի այդ մղձավանջներից ես հեռանամ, հայրս իր Օթելլոյի խանչալը բերեց դրեց բարձիս տակ, եւ դա մեծ ազդեցություն ունեցավ իմ կյանքում։ Ջանիբեկյանի լավագույն դերակատարումն է համարվում Գրիգոր աղան, Վրդանես Փափազյանի ժայռը պիեսում։ Այն նշանակալից երևույթ էր ոչ միայն դերասանի կյանքում, այլև հայ թատրոնի պատմության մեջ։ Հետագայում Վարդան Աչեմյանի այս բեմադրության հիման վրա հեռուստաֆիլմ նկարահանվեց։ Հետո։ Յա, փորես բերել եք, թե չէ։ Մեզ վրա եզուր ես նեղանում, աղա։ Չունենք, որտեղից տանք։ Մի քիչ մաջալ տուր, տոկոսն էլ վրան եկ, մինչև եկող համար բերքը կհավաքենք կտանք։ Ասես ես եմ քեզ պարտական։ Դու դու խիղճ չունես, հա։ Ես ինչ ունեմ, ինչ, որ հլա ունեցած դες ոտ քրացնեմ։ Հլա գրասել եք են լակոդինել գանգադրել, թե ես դες կողոպտում եմ, ես փիս մարդ եմ։ Այրեն լավ մարդ եկել է, թողնա առանց տոկոսի տան։ Հետո ոտենց բան ասել, աստված, երկենք, բա մենք երախտիկ չունենք։ Այ Գրիգոր աղա ջան, յանի որ ուշ չդարձնես այդ երեխուն չի, որ ով ինչ ուզի մա թողասի, թողոսա, այդ ես ինչ կարանանեն, որ այ Գրիգոր աղա ջան։ Դու նա ուշուննա որ։ Բայ հաջ։ Համա ես ձեզ համար եմ ասում, ձեզ եմ խնդրում։ Որ այդ տեսակ մարդկան ձեր մեջ չպահեք, էլ իսպես մարդիկ դժար ձեզ լավություն են։ Ինչի գժվել է, որ համ լավություն անեն, համ էլ խոսք լսեն։ Բա մենք ինչ անենք քեզ մատաղ, հո գեղից դուրս չենք քշելու։ Դուրս կքշենք։ Յա, աբա մի նստեք։ Հրաշալի դերասան, հրաշալի ես պատիվ եմ ունեցել ժայռը ֆիլմում նկարվել Ջանիբեկյանի հետ, Ջանիբեկյանին էր նվիրված այդ ֆիլմը, իր պատվին նկարեցին, ֆիլմ ներկայացում, Ողջաբերդ գյուղում նկարում ենք տեսարան, որ գյուղացիները գալիս ենք Ալեքսանդրբեգի մոտ բողոքի բան եւ այլն, այդ ժամանակ մենք դուրս գալուց դարպասում ասում անթարցայ գոտին կամարը բանը սենց ծրոց շղթավոսկի ու ինքը գալիս է մեզ տեսնում է բան եւ այլն, հետո ընդմիջման ժամ եղավ, եկել կանչեցին, թե եկեք նկարվելու, ես ժամացույցին նայեցի, ասի 45 րոպե անց է դեր, 15 րոպե կա, թե Ջանիբեկյանը շտապում է, իրեն ասեք, որ ես նտորումների մեջ եմ, դե պատրաստ չեմ նկարվելու։ Այ վարդ, որտեղ ես գնացի սրան ընտրեցին այդ դերի համար, արա դերասան տակասում էին, Եկա կադրում, ասեց, երկրորդ անգամ նման դեպք, ես չգիտեմ ինչ կանեմ, ես չգիտեմ, ասում բրկաջան, ինչ կարող եք անել, ասում, ընդմիջման ժամ է, ես պիտի օգտվեմ իմ ընդպնչումից, ես մտածում էի, բայց այդ տեսարան ես ոչ տեքստ ունեմ, ոչ ասած, բայց իրա մոտ լավ արձագանք էր տալիս, բարկանում էր ճիշտ է, բայց ոչ թե սիրտը տպտպարկան, որևէ վատ բանս կեր։ ասի մեկ մտել տեսնեմ, թե ես, բարև որդիս, բարև։ Շատ բարի մարդ է եղել եւ երեխայի նման սիրտ է ունեցել, այսինքն երեխու պես վիրավորվել է, երեխու պես ջղայնացել է, երեխու պես սիրել է եւ ասել են, որ շատ ուժեղ մարդ է եղել, այսինքն տավածը գցել է ու եւ խարիզմատիկ երևույթ է եղել։ Ինքը ասած որ մտնում էր ժայռի պես մարդ է եղել երևի, դրա համար էլ ժայռում հենց իրան են վերցրել։ Ախր ինչ գործ պետք է ունեն այդ յուղում։ Մեկը հենց ես, միթե պետք ունեմ փաստաբար։ Շկել չէ, ողջ կերակ։ Լևոն Հախվերդյանի գնահատմամբ ժայռի բեմադրությունը եւ Գրիգոր աղայի այս բեմական կերպարը եզակի տեղ են գրավում հայ թատրոնի պատմության մեջ։ Գրիգոր աղան Ջանիբեկյանի անձնավորմամբ դերասանի հնարավորությունների կատարյալ արտահայտությունն է։ Սա ավելին էր,
քան դերասանական տվյալների պարզ մի դրսևորում։ Սա մարդկային էության այն ամենահարուստ ըմբռնումն էր, որին դերասանը հանգեց կյանքի ու արվեստի երկալամյա փորձով եւ արտահայտեց հղկված վարպետությամբ, գրել է Ախվերդյանը։ Իդեպ ասեմ, որ դեռ իր դերասանական պատանության շրջանում 15-16 տարեկան Ջանիբեկյանը մասնակցելով թատերական խմբերից մեկի աշխատանքներին արդեն խաղացել էր Գրիգոր աղան։ Բայց երբևէ չմտածելով, որ Գրիգոր աղան իր կյանքում լինելու է ամենաճակատագրական դերերից մեկը։ Ինչն էր հետարքիրը, ինչն էր եզակին, ինչն էր յուրահատուկը Գուրգեն Ջանիբեկյանի մեկնաբանության մեջ։ Այո, ժայռ, այո, գյուղական աշխարհում, այո, ինչպես ընդունված էր ասել ժամանակին, կապիտալիստական աշխարհի տզրուկներից մեկը, որը ծծում է գյուղացիների արյունը։ Սակայն Ջանիբեկյանի Գրիգոր աղան ամբողջապես փչացած մարդ չէր, ամբողջապես դաժան մարդ չէր, ինչ առումով։ Նա աշխարհի չափ սիրում էր իր դստերը, Թերեզին, բայց միայն սերը չէր, որ պարտադրում էր շատ դեպքերում երկնչել, վախենալ Թերեզից, սրտողալ Թերեզի խոսքից։ Ջանիբեկյանը Թերեզին ընկալում էր իբրև իր խիղճը։ Եվ մարդ ինչպես իր խղճի առջև է պատասխանատու, այնպես էլ Ջանիբեկյան Գրիգոր աղան պատասխանատու էր իր խղճի, իր Թերեզի առջև։ Ջանիբեկյանի ներկայացրած աշխարհուն անմարդկային, դաժան կերպար էր, որն ուներ միայն մեկ թույլ կողմ, աղջիկը, ով երբեք չպետք է իմանար, թե ինչպես է հայրը հալածում ու կողոպտում մարդկանց։ Ժայռի պես ամուր Ջանիբեկյան Գրիգոր աղան վայրկենապես փոխվում էր դստեր առաջ, հնազանդվում, խեղճանում։ Խոսել եմ ուզում քեզ հետ, հայր։ Խոսել։ Խոսել։ Թե հիվանդ ես, գնա քաղաք մորդ հետ։ Թե քաղաք չես ուզում գնալ, այստեղի բժշկին կանչեմ։ Հա, ասա, ասա։ Չլի թե փող է ուզածդ, հա։ Դու գիտես, որ ես քեզ համար ոչինչ չեմ խնայի։ Էս մեկ, էս երկու, էս երեք, էս չորս, էս Հայրենական մեծ պատերազմի տարիներին ժողովրդի մեջ հայրենասիրություն սերմանող պիեսներ էին բեմադրվում։ Այդ ներկայացումներում Ջանիբեկյանի խաղացած դերերից աչքի են ընկնում ֆաշիստ Ռոզենբերգը, ռուս մարդիկ, ու Գորլովինը, ռազմաճակատ պիեսներում։ Թեև Ջանիբեկյանն ամբողջովին թատրոնի մարդ էր, սակայն նաև նկարահանվել է ֆիլմերում, մասնակցել ռադիո եւ հեռուստաբեմադրություններին, խաղալով մոտ 100 դեր։ Նրա մասնակցությամբ հայ ֆիլմ կինոստուդիայում նկարահանվել են Զանգեզուր, Ամպրոպի արահետով, Հյուսիսային ծիածան, Հնձան, Սարոյան եղբայրները եւ մի շարք այլ ֆիլմեր։ Վերադառնում ենք մեկ ամսվա ավել տևած հյուրախաղերից, դե բնական է 76 թվին այդ գումարը անպայման պետք է ծախսեիր ապրանքա թորների համար քեզ համար անձաբան եւ ավելի ծանրաբեռնված էին գալիս։ Ուրեմն Ջանիբեկյանը ասեց վրեժ, երկու տաղը բերես վերև, ճամբրուկը չեմ կարողանում փակել, ասում թեթևացրեք, չէ, այդ բան խոր մի ձերք էլ ավել չենք ունենա, արդեն 3 ճամբրուկ կա բանը, դրանցի տրանես, տոնոսը սեղմելով մի կերպան եւ բանալիով փակվեց, այսինքն եթե բացել, սենց օդ հավարցանալու, վերջերպես գալիս եք, եկանք Մոսկվա, Մոսկվայից պետք է գանք արդեն Երևան, 71 հոգի ենք տիկինի դանել հետ է Գուրգեն Ջանիբեկյանի կինը, որպես խնամակալ էր եկել, ուրեմն դե ես որպես արդեն այդ կազմակերպչական տամոջնիկների մոտ անցասի նորմալ է բոլորի մոտ ամենից չէ, բայց մի հոգու ինչ որ ես էլ եմ կասկածում ասեց ակտո, ես ասեցի ցույց կտամ։ Ով գալիս անցնում չեն նա, այդ Ջանիբեկյանը եկավ, չբանանոտ կրույց պրոստ, ոնց բացը, հետա բանալիները, բացելը և այսպես ամբողջ ապրանք կսեց, դա վեր հավակել, հրաշո զակրույց,
Ջանիբեկյանը ինչ կար հայերեն հավիա գիտեր, քտի տակից արդեն բրտած բարկեր, վարեշ ես իշպան ասես, ոչ մեկի չստուգեցի բացի։ Գուրգեն Ջանիբեկյանը ասում, ինչ-որ կասկածելի մի բան, երևի ինչ-որ մի շարժում արեցիք կամ բան սրանք ասի հոգեբաններ են, չէ, մաքսատանն են աշխատում այդքան հազարավոր մարդկանց ես, ասաս ինձ, ասում դե իմ անցան, գնացինք, մի կերպ հագեցինք բան եւ այն շոն ուրիշ լրացուցիչ տոպրակների մեջ դրելով, Աջամյան ասաց, Գուրգենից ինչ, իմ ստուգեցի մերակ, 71 հոգոց մերակ եմ, ասաց վերեժի արած գործերը կնում։ Ես ասելը, Ջանիբեկյանը այրոպորտով մեկ շուրա, վերջը հանդիպեցի, ասաց, ես մաքսատան աշխատող եմ, պետ եմ, իրանց վերադասն եմ, բոյ որ ես բան ասեմ ու իրեն կանեն, բա ինչի մենակ իմ ստուգեցում, ասում չգիտեմ, եկանք Երևան, էլի սիրել սահունացա, վերջը տաղների ես արդեն ասել եմ, չամ դուր հետո ես վազելով եկա, իբր ոչինչ չեմ ասել, ասի չէ պետք չի ասել, Մոսկվայում լավ ստուգել են իրենը բանի, հա, բան եք անում, լիազորում եք, ասա, եթե պետք է ես կարող ստուգել, դե լավ թող անցնի։ Ջանիբեկյան ասել, էս ինչ բան ասեց, կյանքումս սենց բան չեմ տեսել, Վարդանես վրեժին ասատի էլի թատրոնից ասել, կամ ես կամ ինքը։ Բարը օգտագործեմ հոգու հետ խաղալ, բայց ոչ չարոջամ։ Եվ ինքը գիտեր, որ ես ինչ-որ մի օյն բազություն պետք է անեմ։ 1960-ականներին Ջանիբեկյանը թատրոնում հանդես է գալիս նաև որպես ռեժիսոր ու բեմադրում Ալեքսանդր Աստրովսկու «Անոժիտը» և Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»։ Իր բեմադրած «Վարդանանքում» նա նաև մարմնավորել է Վասակի հզոր ու կամային կերպարը։ Միշտ հարցրել են, ասել են ինչու չէ շարունակում, ասենք այդ ուղղությունը պապիկիդ, հորդ, միշտ երկու եղբայր ունեմ արդեն Սոսը և Միքայելը, որոնք շատ լավ կարողանում են իրենց գործը կատարել և տանել, բայց ես հենց կոնկրետ որպես անվանա կրողը, անուն կրողը, ես հայրենից ռիսկ չարեցի, գնալ, որտեղ մի քիչ վտանգ կար, որ վախենում էի, այսինքն եթե վատ ստացվեր, այդ արդեն իմ մեղքը չէր, այլ պապիկի վրա էր գնալու ու պապայի վրա էր գնալու։ Դրա համար ես տենց շատ հետո պապիկի անունը ինձ մի քիչ սահմանափակում է տարբեր բաներում, այսինքն արարքների մեջ թեկուզ, չեմ ասում վատ արարքներ եմ ուզում անեմ, բայց համենայն դեպս բաներ կան, որ ասենք քաշում ես, չես կարող, զգում ես, որ պապիկի անունը չի թողում։ Գուրգեն Ջանիբեկյանը մի որոշ ժամանակ եղել է Մայր թատրոնի տնօրենը։ 1940-ից 49 թվականներին ղեկավարել է Հայկական թատերական ընկերությունը։ 2 տարի դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում։ Ինքը համարվելով իսկան մեծ հսկա դերասան, աժդահար, աշկերած խմած, շատ նուրբ փխրուն հոգի ուներ։ Մի մարդ որ հրաշալի երգել գիտեր, մի մարդ որ գործիքի վրա նվագել գիտեր, շատ փխրուն էր, շուտ ազնվող էր, հուզվող էր։ Գուրգեն Ջանիբեկյանը նաև մի քանի գրքերի հեղինակ է։ Նա սերունդերին ժառանգությունը թողել բարեկամներիս մասին և իմ աշխարհից երկհատոր հուշերը։ Այդ երկհատորյակը ընթերցվում է որպես գեղարվեստական վեպ, քանի որ Ջանիբեկյանը իրադարձություններով հարուստ իր կյանքը ներկայացնում է վիպական վարպետությամբ։ Իրադարձություններով, մեծ նվաճումներով ու ծանր կորուստներով այդ վիպական կյանքն ընդհատվեց 1978 թվականին։ Դերասանն իր մահկանացուն կնքեց Երևանում, որի փողոցներից մեկը հետագայում կոչվեց նրա անունով։ Գուրգեն Ջանիբեկյանի ստեղծագործության մասին խոսելիս, ես կարծում եմ անպայմանորեն պետք է կարևորել մի հանգամանք։ Նրա իբրև մարդու անհատականության վրա, այնպես էլ նրա ստեղծագործության վրա խոր տպավորություն կամ խոր ներգործություն է թողել բնաշխարհը, որի մեջ նա մեծացել է, երևանյան քաղաքային բնաշխարհը։ Հետևաբար վարպետ Մարգարը, որքան էլ մեծ Եղեռնից, Մազապուրց եկել եւ
Արարատի ստորոտին տարածված իր հայրենիքում իր օջախն էր հիմնել, այնուամենայնիվ իր մեջ կրում էր նահապետականության այն ընկալումները, որոնք կարծես թե գալիս էին տոհմատիրական ժամանակներից։ Ազգային գենի սաղմնավորումից մինչև նրա ծաղկումը Գուրգեն Ջանիբեկյանի ստեղծագործության հենքն էր։ Հազիվ թե գտնվեր մեր թատրոնում ավելի հայ դերասան, քան Գուրգեն Ջանիբեկյանն էր։ Հայի բնավորության, հայի նկարագրի այնպիսի վարպետ կրող, ինչպիսին Գուրգեն Ջանիբեկյանն էր։ Եվ սա նաև գալիս էր իր մարդկային տեսակից, առինքնող, հպարտ, վեհ, ինչպես ասում են, ձեռքը սեղանին խփող անհատականություն։ Նրա այոն այո էր, ոչը ոչ էր։ Այսպիսին էին նրա ստեղծած բեմական հերոսները։ Ես չեմ կարող ասել, թե Գուրգեն Ջանիբեկյանը ինչ դերասան էր, դրա մասին ասվել են բազմաթիվ տեղերում, լրագրերում, հեռուստացույցով, իգոսկով Աստված իր հոգին ուսավոր։ Վարդան Աջեմյան հեսարետով Դավիթ Մալյանի թաղման ասեց Պանթեոնը հարստանում է, իսկ թատրոնը աղքատանում։ Գուրգեն Ջանիբեկյանն իր առանձնահատուկ տեղն ունի հայ թատրոնի պատմության մեջ։ Դրա մասին շատ է գրվել ու դեռ կգրվի, բայց մեծ դերասանի տաղանդի լավագույն գնահատականն արդեն տվել է նրա հանճարեղ խաղընկեր Վահրամ Փափազյանը, ընդամենը մեկ խոսուն եւ արտահայտիչ նախադասությամբ։ Ոչ ոք այնքան հայ չէ բեմում, որքան Գուրգենը։